Ողներ կզրուցենք Անաստաս Իսրայելյանի հետ, վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահի պարոն Իսրայելյան, արցախցիների խնդիրները կարծեք հետին պլան են մղվել այս ընթացքում եւ առանձին դեպքերում հենց արցախցիներն են հիշեցնում այս կամ այն խնդրի մասին, ինչ անել, որ օրակարգը չսառեցվի եւ այն հայտարարությունները այս վերջին շրջանի, որ արվում են, որ այո, պետք է համախմբվենք, լսելի դարձնենք մեր խնդիրները, իրականություն դառնա, ինչ որ բան փոխվի, որովհետեւ գիտեմ, որ հիմա թե աջակցության ծրագրերի հետ կապված, թե բնակ պայմանների հետ կապված, թե վարկերի հետ, հարկերի հետ կապված խնդիրներ կան։ Այո, իրոք շատ ճիշտ հարցադրում էր, այսօրվա իրավիճակում արցախցիների իրավիճակը մայր Հայաստանում շատ ավելի է ծանրացել, ավելի է դժվարացել, հաշվի առնելով, որ ներկայ իշխանության կողմից ծրագրերը ամբողջովին ձախողված է, ամբողջովին ոչ մի էֆեկտություն, ոչ մի իրական փոփոխություն չի բանանում արցախցիների այստեղ գտնվելու համար։ Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի, արցախցիների իրավունքների մասին, այո, այդ հարցը մենք էլ ենք վերջի ժամանակները նկատել, որ օրեցօր ինքը փորձում է, հաշվի առնելով, որ ներկայ իշխանության ջանքերը, որ այդ հարցը մոռացության տան կամ փակեն, բայց մենք արցախցիներս բացի արցախայությունից ամբողջ հայությունը գիտակցում ենք արցախայության կամ Արցախի հիմնախնդրի ինչ կարևոր նշանակություն ունեցել է կամ պիտի ունենա հետագայում էլ, որ մեր արժանապատվությունը, մեր ինքնությունը, մեր անվտանգությունը նորից էլի վերականգնվի։ Այսօր մենք ինչի ականատես ենք, դա մեր համար անընդունելի է, դա մենք չենք հարմարվելու այս իրավիճակի հետ ու ես գիտեմ, թե կա քննարկումներ մոտակա ժամանակներն կամ այս ընթացքային պրոցեսների ընթացքում է, որ այդ հարցը նորից էլի պիտի առաջնային լինի, որ այդ հարցը պիտի նորից էլի տակ պահենք ու հաշվի առնելով այս ընտրական ժամանակահատվածը, որ տարբեր ուժեր, տարբեր ներկայացուցիչներ զբաղված են կամ խորացած են այս ընտրություններին, բայց ես բոլորին ուզում եմ հիշեմ, որ Արցախի հիմնախնդիրը բոլորիդ համար կարևոր է ու բոլորիդ համար պիտի լինի առաջնային ու բոլորիդ համար եթե լինի առաջնային, այդ հիմնախնդրի, այդ հարցի շուրջ ամեն մեկս մեկ հաղթանակ է ունելու։ Ով մոռացություն տվեց Արցախի հիմնախնդիրը կամ Արցախի ժողովրդի իրավունքները, իրենք բոլորը պարտված են։ Ներկայ իշխանությունը մոռացության է տվել, ինքը հաշվում է պարտված իշխանություն։ Մնացած բոլորն էլ առաջնային պիտի այդ հարցը հաշվի առնեն ու առաջնային էլ կարևորացնելը ոչ թե բարերի կոչումների կամ ինչ-որ ուղղություններ բանանելու, այլ իրական այդ հարցը պիտի բարձրաձայնվի բոլոր ոլորտներում, ամենօրյա ռեժիմով ու մշտական։ Պարոն Իսրայելյան, քանի որ քիչ անց դատական նիստ է մեկնարկելու, հակիրճ խնդրեմ անդրադառնանք նաև այս դատական եւ սրա նման դատական այլ պրոցեսներին, որովհետեւ տեսնում եմ ձեզ տարբեր դատարանների բակերում հաջակցություն հետապնդման ենթարկվող քաղաքացիների քաղաքական հետապնդման ենթարկվող, ինչպես նշում եք դուք եւ ընդդիմադիր այլ շրջանակներ։ Գիտեք, այս դատական պրոցեսը ես կարամ երկու բառով ձևակերպեմ, նույն Ալիևի մոտեցումն է, վրեժ խնդրի հարցը։ Ոչ մի դատական, ինչ դատական է շոուներին, նույն շոուներ դեղ է կատարվում, նույն առանձնապատիվ հայերի նկատմամբ։ Դրա համար սա վրեժ խնդրի հարց է։ Մի անձի կողմից ստեղ, մյուս անձի կողմից էլ այնտեղ, բայց դա ժամանակավոր երևույթ է, որովհետև ամեն մի առանձնապատիվ հայ, ամեն մի իրական նվիրված հայ ազգի քաջորդի մի օր էլ, երկու օր էլ, երեք օր էլ անցնի, ինչքան էլ ժամանակ էլ անցնի, միշտ իրանք ավելի վեր են գեր բան են ունենալու, հարգանք պատիվ են ունենալու, քան այն մարդիկ, ովքեր իրենց դատում են։ Շնորհակալություն։ Իսկ մենք արդեն մտնենք դատական նիստերի դահլիճ, որովհետև նիստը 14